Խնդրեմ ներկայացնեք ինչ շենքի մասին է խոսքը եւ ավականու անդամը ինչ է ներկայացնում։ Շատ բարի, ոչ թե շենքի, այլ շենքի մի մասնաճյուղի, որովհետեւ դեռ շատ չեմ հիշում քանի որ թվականին հիմքադրվել կառուցվելու նոր մասնաշենք, սովետի փլուզումից հետո այդ աշխատանքները կանգնել է եւ շենքը չի հասել իր ավարտին։ Բազմաթիվ տարիների ընթացքում դպրոցը դիմել է որպեսզի վերակառուցվի, որովհետեւ ափսոսա կտուր չկա, անձրև է գալիս, փչանում է այդ բետոնային հիմքերը։ Իշխանությունների կողմից պատասխան է ստացվել, որ շենքը սեյսմիկ անվտանգ չի լինի դրա վրա որևէ բան կառուցելու։ Մենք փորձել ենք պահենք եւ չքանդել, որովհետեւ հասկանալով, որ բետոնը թույլ է տալիս, բետոնային հիմքերը թույլ է տալիս, որ դա մի օր վերակառուցվի, ի ուրախություն մեզ եղավ հեղափոխություն 18 թվականից հետո եւ իշխանությունները փորձել են վերանորոգել դա։ Դրա համար անհրաժեշտ է սեյսմիկ եզրակացություն։ Սեյսմիկ եզրակացությունը դիմել ենք անցած տարի, ստացել ենք դրական, այսինքն հնարավոր է դա վերակառուցել կամ հիմնանորոգել, ոնց արդեն կստացվի։ Արշակ Սարգսյանը առանց դա իմանալու եկել էր հաղթանակ թաղամաս, նկարահանել այդ դպրոցը եւ հայտարարել, որ նախընտրական տարիա կգան ինչպես միշտ խոսքը տան եւ ելի կխափեն կգնան։ Նորից եմ կրկնում, որևիցե ընտրությունների ժամանակ, որևիցե 18 թվականից հետո մեր քաղաքական ուժը չի տվել խոստում դպրոցը կառուցելու համար։ Ոչ մի մարդ չի տվել խոստում, բայց չտալով խոստում Սաշա Կակվելյանի համար 86 մանկապարտեզը, որ հաղթանակ թաղամասում հիմնանորոգվել է, գնացեք նկարահանեք, միայն չի հիմնանորոգվել, խմբեր են ավելացել։ 18 թվականից հետո ինչ է կատարվել այդ դպրոցի համար, ինչ աշխատանքներ է կատարվել։ Հիմնանորոգվել է մարզադահլիճը, դրսի մեծ ֆուտբոլի դաշտն է կառուցվել ռետինե հատակով, երբ որ ռետինե հատակով ֆուտբոլի դաշտերը Երևան քաղաքում նորություն էին, իսկ առաջիններից իսկ մեկն է եղել։ Հիմա այս Արշակ Սարգսյանն ասում որ ստում եք, որովհետև մեր ուժը խոստում չի տվել երբևիցե, բայց արել է այսքան բաները։ Հիմա եթե ձեզ բնակիչները խաբել են, հրավիրում եմ ձեզ գնանք դպրոց, հրավիրենք բնակիչներին, նկարահանենք այդ ամեն ինչը ինչ կատարվել է, ով ինչ է ասել, եւ եթե ունենաք քաջություն, հրապարակեք դա։ Նա հրաժարվում, ասում է ես չեմ գալիս։ Հիմա որ չեք գալիս, ուղղակի գալա, նա մենակ է եկել, հասկանում եք, եկե մենակ ոչ աշխատանքային օրով, որ դպրոցը փակ է եղել, նկարահանել է, թեքեր տեսախցիկը եւ նկարահանները կառուցված մասը։ Դպրոցը գործում է, դպրոցը հիանալի մասնաշենք ունի։ Խոսքը գնում է մի մասնաշենքի մասին։ Հիմա ես ձեռնոց եմ նետում, ասում եմ արի գնանք, հրավիրենք բոլորին, թողան լուսաբանեն, նկարահանեն, ցույց տանք, եթե ունեք քաջություն, հրապարակեք ձեր էջով դա։ Ասում է ոչ, չեմ գալիս, ես արդեն գնացել նկարահանել եմ։ Հիմա ինչքան ես ասեմ դա։ Նա էլ կանգնում է հակառակ, եթե բանը ճիշտ եք ասում, ճշտի հետևից կարող եք միշտ գնալ, դե արեք, հրավիրում եմ ամբողջ իրանց խմբակցությանն եմ հրավիրում, արեք գնանք, նկարահանենք։ Հրաժարվում են ուղղակի, պարզապես նոր բոլորին հայտարարեց, որ հրաժարվումը չի գալիս։ Եվ նորից եմ եւ խորհուրդ եմ տվել բարի խորհուրդ իրենց քաղաքական ուժին, որովհետեւ 23 թվականի ընտրություններում եւ մոտ 7300 ընտրողից իրանց քաղաքական ուժը ստացել է 70-ի մոտ ձայն, դա 1%, ընդամենը 1%։ Մի արեք, մի խափեք, այդ տոկոսներ չկորի։ Կներկայանեք Արման Բարխուդարյան։